Բարև ձեզ, երեկ Երևանում տոն էր, երեկ նշվում էր մայրաքաղաքի օրը։ Համայն հայության մայրաքաղաքի օրը, որի ժամանակը հոսում է ոչ միայն օրերով, այլև տարերով։ Իսկ տոնական լույսերը գալիս էին հուշելու, որ քաղաքն էլ ունի սիրտ ու հոգի, ինչպես իր կրկին մարդիկ։ Տոնական լույսերը եւ տոնական տրամադրությունը թողնենք եւ տեղափոխվենք մեր առօրյա իրականություն։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Եգիպտոս, որտեղ մասնակցելու է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Նա այնտեղ է Եգիպտոսի եւ Միացյալ Նահանգների նախագահների հրավերով։ Նույն նախագահների հրավերով այնտեղ է նաեւ Ադրբեջանի նախագահը։ Եվ ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովում։ Ինչ է սա նշանակում, ում աչքերի եւ ականջների համար ինչ ուղերձներ է պարունակում։ Հրավիրյալների ցանկը բավական ներկայացուցչական է, սակայն տեսանելի է, որ այնտեղ բացակայում են Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ սա ինչ է նշանակում։ Արդյոք սա էլ մի նոր, կարելի ասել ոչ նոր, աշխարհաքաղաքական յուրահատուկ սահմանազատում, սահմանակցում է։ Այս ամենին զուգահեռ բավական հետաքրքիր շարժեր են տեղի ունենում նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Շարժումները վերածվում են կուսակցությունների, այդ ճանապարհի են, արդեն գործող կուսակցությունները վերաբրենդավորվում են, ձևակերպում են իրենց ծրագրերը, իրենց առաջարկը, Հայաստանին եւ ստացվել է մի պատկեր, որտեղ մի կողմում պայմանական ասած ռուսամետներն են, մյուս կողմում արևմտամետներն են, մյուս կողմում բալանսավորողներն են։ Եվ ուրեմն Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովից մինչև Հայաստանի ներքաղաքական բեմահարթակ։ Սա է լինելու մեր այսօրվա զրույցի առանցքում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերին։ Ձեր հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ եք տրամադրել այս թեմաների շուրջ զրուցելու համար։ Սկսենք Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովից, որին ինչպես նշեցի մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, ինչ է սա նշանակում, ինչով է կարևոր այս համաժողովին հրավերը, մասնակցությունը, այսպիսի տեսակետներ հանդիպել, որ սա ըստ էության նշանակում է Հայաստանի վերադարձ դեպի քաղաքական սուբյեկտայնություն։ Դուք ինչ կարծիքի եք։ Ըստ էության գագաթնաժողովներով չէ, որ որոշվում է Հայաստանի սուբյեկտային լինելը թե ոչ, դա եկեք ի սկզբանե ֆիքսենք, սակայն տեղի ունեցել պատմական իրադարձություն, մինչ այս պատմական իրադարձությունը, դա իհարկե օգոստոսի 8-ի համաձայնություններն էին Վաշինգտոնում, որոնք ըստ էության ստատուս քվո են փոխել տարածաշրջանում։ Այս գագաթնաժողովը, որը տեղի ունենում եգիպտական Շարմ ալ-Շեյխում եւ ըստ էության դրա կազմակերպողներն են Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի նախագահները։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանն այնտեղ ներկայացված են որպես, այսպես ասենք, հաջողության պատմություն կրողներ արդեն փաստորեն, այո։ Սա շատ կարևոր է Հայաստանի, այսպես միջազգային օրակարգերում լինելու տեսակետից, հա, եւ նաեւ հնարավորություն է առանցքային դերակատարների հետ անմիջական շփումներ ունենալու համար։ Այդ թվում ենթադրում եմ, որ նաև Ադրբեջանի ղեկավարի հետ, որովհետև հիմա օգոստոսի 8-ի համաձայնությունները թևակողել են իրականացման փուլ եւ բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ պետք է ստանան իրենց պատասխանները եւ ձեռք բերեն ժամանակացույց։ Շատ լավ, մենք օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին եւ ընդհանրապես մեծ հաշվով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին դեռ կգանք, բայց մինչ այդ շարունակելով թեման, այն է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողով, այս գագաթնաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը արդյոք նշանակում է, որ այս երկու երկրները ներգրավվում են Մերձավոր Արևելքի խաղաղության մեծ պատկերի մեջ։
Այսպես ասենք, այս մերձավոր արևելյան խաղաղության ճարտարապետության մեջ, այո, նշանակալի տեղ են ունենալու եւ չնայած մեր տարածաշրջանը հարևան տարածաշրջան է մերձավոր արևելքի համար, սակայն մեր եւ մերձավոր արևելյան տարածաշրջանները միավորում է իրար հետ մի բան՝ Միացյալ Նահանգների շահերը։ Եվ այստեղ էլ, այնտեղ էլ ճարտարապետը այդ խաղաղության Միացյալ Նահանգներն։ Դրա համար ես ասում եի մեծ պատկերը։ Մեծ պատկերը ըստ էության այո։ Հա, իսկ Ռուսաստանի Չինաստանի բացակայությունը ինչ է նշանակում։ Նրանք, այսպես ասենք, նրանք երբեք խաղաղության ճարտարապետ չեն եղել եւ չեն էլ պատրաստվում լինել, նրանք շատ հստակ կոնֆլիկտի, պատերազմի եւ արյան շահառուներ հանդիսացող սուբյեկտներ եղել են կան եւ դեռ անորոշ ժամանակ էլ կմնան։ Այնպես որ նրանց հրավիրելն իմաստ չունի։ Բացի դրանից էլ ուշադրությունը հրավիրում իրանական գործոնին։ Իրանն այո եղել է առավել արմատական սուբյեկտը այս մեծ տարածաշրջանում իր հակաիսրայելական կեցվածքը ուղղակի վերածելով գաղափարախոսության, որում սկսած 79 թվականից հետո հայտնի իրադարձությունների բերումով Իրանը զրկվել է, կարելի է ասել, իր բոլոր լծակներից այնտեղ, այն մնացորդային ինչ կա առանձին մարգինալացված խմբեր, որոնք չեն տեղավորվում այլևս այս տարածաշրջանային նոր համատեքստում։ Հա, օրինակ, ասենք Եմենի փնթի հութիներն են կամ ասենք Հեզբոլլահից էլ ինչ որ մնացել է, հա, մի քանի զինյալ ամեն դեպքում հութիներին էլ չասենք այդ չէ, բայց նրանք ընդհանրապես մերժված են բոլոր առումներով եւ բոլոր հարևանների կողմից, եմենցիների մյուս կեսի կողմից, դե որովհետեւ զբաղված են միայն խաղաղության, այսպես ասենք, տորպեդահարմամբ։ Նրանց դերակատարումը միայն դա է։ Եվ հա, բայց նրանց կարողություններն էլ նվազագույնի են հասցված։ Լավ, թողնենք նրանց հանգիստ։ Հիմա Իրանի հետ կապված էլ, տեսեք, Իրանն այնուամենայնիվ արժանացավ Թրամփի կոմպլիմենտների, բայց այնուամենայնիվ մերժեց մասնակցել այդ գագաթնաժողովին, ասելով, որ Թրամփի ծրագրում ինչ-որ բաներ կան, որոնց հետ խնդիրներ կան եւ դրանք կուղղվեն, հետո նոր կորոշեն եւ այլն։ Պարոն Միրաբյան, այս գագաթնաժողովի մասին հավանաբար վաղը ավելի հանգամանալից կարող ենք մենք զրուցել, անդրադառնալ ընդհանրապես։ Հիմա ավելի շատ ես ցանկանում եի շեշտադրել մասնակիցների ցանկը, որի մասին խոսեցինք եւ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը։ Այս համատեքստում եք հարցել եւ կանք արդեն օգոստոսի 8-ին եւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, որի մասին մենք սկսեցինք եւ քիչ թողեցինք։ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը եւ հաշվի առնելով գագաթնաժողովին հրավիրյալների եւ մասնակցողների ցանկը կարող ենք ասել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը այլևս ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային համաշխարհային մրցակցության մեջ են ներքաշվում այս կամ այն։ Մեր տարածաշրջանում եւ մերձավոր արևելքում էլ ըստ էության, այո, առճակատման բառիս ուղղակի իմաստով դարաշրջանն ավարտվել է եւ մեկնարկել է կոշտ մրցակցության դարաշրջանը։ Մենք այնպես չէ, որ խաղաղություն դա նշանակում են հենց պատմության վերջը, հա, ոնց որ Ֆուկույաման էր ասում, ամենևին։ Ձևերն են փոխվում։ Եթե մինչ այդ զենք, սպառազինությունների մրցավազք, սպառնալիքներ, չգիտեմ, բեռնարգելքներ, հա, շրջափակումներ եւ այլն։ Հիմա ուղղակի մրցակցություն, բայց շատ կոշտ մրցակցություն, որովհետեւ սա մրցակցությունը
ռեսուրսների եւ ապագայի համար։ Ռեսուրս ասելով ոչ թե հումքի մասին է խոսքը, դա տեխնոլոգիան է, դա հասարակություններն են, իսկ մրցակցությանը այսպես ձեռնտու արդյունքներ արձանագրելու համար, հա, մի քիչ տրիվիալ բան եմ ասում, դու պետք է մրցունակ լինես բոլոր առումներով։ Այդտեղ մենք շատ մտածելու բաներ ունենք եւ մենք նոր ժամանակ ու հնարավորություն ենք ստացել սրա մասին մտածելու, բայց պետք է ֆիքսենք մի բան, մրցունակությունը սկսում է քաղաքացու մրցունակությունից բոլոր առումներով։ Իսկ դա նշանակում է նրա պատրաստ լինելը իրադարձությունների ցանկացած զարգացմանը, համակարգերի այդ ադապտիվությունը եւ պետությունների, հա։ Դուք ասացիք այդ ամենի համար մենք նոր ժամանակ ու հնարավորություն ենք ստացել, երևաբար նկատի ունեիք օգոստոսի 8-ը։ Այո, օգոստոսի 8-ը։ Եվ ինչ ընթացքի մեջ է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների իրականացումը։ Դուք ասացիք մի շարք հարցեր կան, ես ընդհատեցի, որոնք են այդ խնդիրները այդ հարցերը։ Կազմակերպական հարցեր, ներդրումային հարցեր, հա, տեխնիկական հարցեր, բազմաթիվ։ Իսկ քաղաքական նաև Ադրբեջանի հետ, այո, մենք դեռ չենք վերջնականացրել խաղաղության պայմանագիրը։ Եվ այստեղ լուրջ խնդիրներ կան։ Լուրջ խնդիրներ կան։ Այո, Ադրբեջանը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանը լավ հասկանում է, որ եթե առճակատումը Հայաստանի հետ ավարտվում է, թշնամանքը ավարտվում է, Ադրբեջանը ստանում է միանգամայն նոր տիպի սպառնալիքներ, որոնց հաղթահարումը այդքան էլ հեշտ բան չէ Ալիևի ռեժիմի համար։ Ներսում թե դրսից։ Ներսում, շուրջը, դրսից եւ այլ։ Իհարկե։ Նրանք եւս ադապտիվության խնդիր ունեն լուծելու եւ նրանք այո ունեն որոշ հարցերում առավելություն մեր նկատմամբ, բայց շատ ու շատ հարցերում առավելություն ունենք մենք եւ դա իրենք եւս շատ լավ հասկանում են։ Մենք էլ ենք հասկանում։ Այնպես չի որ իրենք, չգիտեմ, տաղանդավոր են, մենք էլ անընդունակ։ Իսկ Ռուսաստանը արդյոք համակերպվել է ամերիկյան հարթակի տրամաբանությանը այս տարածաշրջանում հաղորդումներ խաղաղության հաստատում թե ոչ, եւ այս պահին Ադրբեջան-Ռուսաստան այդ հարցերի շուրջ տեսակետները համընկնում են թե արդեն հակադրվում են։ Դե համակերպվել է թե ոչ, ռուսերեն ասեմ, ակուդանի ձենուց։ Իհարկե։ Իսկ ինչ պետք է անի։ Բայց մի բան կարող է անել, դա 2026 թվականի Հայաստանի ընտրություններն են, որը Ռուսաստանում դիտարկվում է որպես վերջին պատմական շանս ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում իրենց վերահսկողությունը վերահաստատելու համար։ Ձեր նկարագրածը, որ մեր ներքաղաքական դաշտում, չգիտեմ, կան ռուսամետներ, արևմտամետներ եւ բալանսավորողներ, ես կատեգորիկ կերպով համաձայն չեմ այդպիսի արհեստական տարաբաժանման։ Ես ասում եմ պայմանական ես իմ բաժանումը, հիմա կանք արդեն Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ ներքաղաքական շարժերին փոքր դադարից հետո կվերադառնանք վարքյաններ անց։ Իհարկե սա ազատ զրույց նյուզի եթերում ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Պարոն Մեհրաբյան, մենք առաջին հատվածում խոսեցինք Մերձավորայրիկում խաղաղության գագաթնաժողովի, այդ գագաթնաժողովին Հայաստանի, Ադրբեջանի մասնակցության, Ռուսաստանի, Չինաստանի չմասնակցության մասին եւ եկանք հասանք Հայաստանի ներքաղաքական դաշտ, ներքաղաքական կյանք, ես մեծ հաշվով եւ խիստ պայմանական բաժանեցի արևմտամետներ, ռուսամետներ եւ բալանսավորներ, որ եթե դուք խիստ համաձայն չեք։ Ինչի՞ է դա, ինչու համաձայն չեք։ Որովհետեւ նախ եւ առաջ ռուսամետներ Հայաստանում չկան։ Կան Ռուսաստանի վարձկաններ։ Դա շատ կարևոր տարբերություն է։ Նրանք ազնիվ չեն իրենց ռուսամետության մեջ, եթե իրենք իրենց կոչում են ռուսամետ, որովհետև հակառակ դեպքում Վարդան Ղուկասյանը պետքա բուդկա Մոսկվիչ քշեր։ Զրահապատ, հա։ Հասկանում եք, պետքա ասենք Մոսկվայի արտադրության կալոշակներ, այլ ոչ թե եվրոպական արտադրության կոշիկ,
Եվ այդպես շարունակ։ Ես ավելի նուրբ եւ բան եմ արտահայտվում, պայմանական ռուսամետ, դուք ձևակերպում դրեք։ Չէ, ներողություն, որովհետեւ այստեղ դիագնոստիկան ունի առանցքային նշանակություն։ Բալանսավորումից գանք։ Բալանսավորումը դա ժամանակավոր լուծում է հաշվի առնելով Ռուսաստանից եկող վտանգները, ինչի մասին ձեր ասած պայմանական բալանսավորողները ուղիղ տեքստով այլևս ասում են։ Այո, հիբրիդային պատերազմ է նրանց կողմից, այո, թշնամական վերաբերմունք է, այո, թալան է տեղի ունեցել Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի հետ հարաբերությունները խուլիգանության մթնոլորտում են տեղի ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի եւ այլն։ Հիմա այս սպառնալիքները չեզոքացնելու համար, այո, նրանք որոշ ժամանակ էլ կբալանսավորեն, բայց Հայաստանը այլ ճանապարհ չունի, ուղղակի կուզեք փիլիսոփայորեն քաղաքակրթական ընտրանքի առումով, թե պարզ տրամաբանության առումով Հայաստանը որպես պետություն իր զարգացման հերթական փուլ թևակողելով պետք է ուղղակի դաշնակցի իր հետ համախոհ երկրների հետ, ում հետ արդեն իսկ այս պահի դրությամբ ֆիքսել է շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։ Հիմա ժամանակն է այդ ամենը ինստիտուցիոնալացնել, խորացնել եւ դնել զարգացման ուղու վրա, ինչպես նաեւ ապահովագրել այդ Ռուսաստանի եւ Ռուսաստանի տիպի ավտորիտար ռեժիմների կողմից սպառնալիքներից։ Սա է մեր նպատակը։ Հիմա ներքաղաքական դաշտում այս նպատակի նկատմամբ դիրքավորումը այն լակմուսն է, որը ցույց է տալու, թե ով է եւ ինչի համար, եւ ինչ են ուզում նրանք եւ ոմանց պարագայում էլ ինչու է աղմկում Մոսկվա գետը։ Եվ հասարակությունը ինչպես է ընկալում, ինչպես է վերաբերում իմ ասած այդ պայմանական երեք կողմերի վերած փաստարկներին։ Դուք ասում եք, եթե ռուսամետներ չեն, չգիտեմ ինչ են, մարդիկ ասում են պետք է խորացնենք մեր հարաբերությունները մեր ավանդական դաշնակիցների հետ։ Դուք ասում եք, որ պետք է ընտրել եվրոպական ուղին, Հայաստանը այլ ընտրանք չունի։ Բալանսավորողներն ասում են, որ մենք պետք է կարողանանք ձվերը մեկ արքից տեղաբաշխել տարբեր արքերի մեջ եւ մեկից շատ կախվածությունը փոխարինել շատերից քիչ կախվածությամբ։ Գիտեք, Շեքսպիրի Համլետի մեջ, չէ, բառեր։ Այո։ Եկեք տնենք մի կողմ։ Տնենք։ Հիմա ինչ է նշանակում մեր ավանդական դաշնակից, ով դա ասում է, հա, կամ փորձում է թերագնահատել մեր մտավոր ունակությունները, կամ էլ, ասենք, մտավոր ունակությունների հետ խնդիր ունի ինքը, որովհետև ավանդական մեր պետությունը առնվազն վերջին 35 տարվա ավանդույթը կայանում է նրանում, որ ամեն ինչ արել են, որ մեր պետությունը պետություն չդառնա։ Դաշնակից, եթե նրանք այս ամենից հետո ինչ տեղի ունեցել, եթե նրանք դաշնակից են, մեզ էլ թշնամի պետք չի։ Նենց որ սսկվեն ու վերընկնեն տեղները։ Այդ չեմ խոսում։ Ինչ է նշանակում ձվեր, զամբյուղներ, մի քանի տեղ կախված եւ այլն։ Հայաստանը պետք է ինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ, Հայաստանը պետք է ինտեգրվի քաղաքակիրթ երկրների ակումբում։ Դա է ճանապարհը, որը լուծում է այդ հարցը անկախության, սուվերենության, հարգանքի, քաղաքակիրթ հարաբերությունների, ինչպես նաև ապահովում է անվտանգություն, պաշտպանություն անհրաժեշտ դեպքում, զարգացում եւ դա տալիս է դիմակայունություն այս ակումբի մեջ չմտնող երկրներից եկող սպառնալիքները չեզոքացնելու համար, սրա մասին է խոսքը։ Երեմ ասում, թող այդ ձվերով, չգիտեմ, զամբյուղներով ոչ մեկի չզարմացնեն։ Լավ, իսկ իմ ասած պայմանական ռուսամետ ճամբարում հիմա ներհայաստանյան ինչ է կատարվում։ Ես մոտավոր նշեցի, շարժումները կուսակցություն են դառնում, կուսակցությունները ծրագիր
առաջարկներ են պատրաստում եւ այլն, սա կարծում եք պայքար է միմյանց դեմ ավելի շատ, թե հետագայում միավորվելու հեռանկար ունի։ Նախ ներտեսակային պայքար է, թե ով է ավելի սիրելին պատվիրատուի համար։ Այդպես լինում էր, ասենք, սուլթանի հարեմում, հա, կանայք միշտ կռվում էին իրար հետ, մրցակցում, ինտրիգներ եւ այլն։ Բայց բոլորին միավորում էր հարեմի ընդհանուր տարինքը եւ մի նպատակ, հա, լինել սիրելի եւ հաճելի սուլթանի համար։ Այս մարդիկ լուծում են նույն ձևով, նույն խնդիրը եւ միավորված են նույն ռուսական տանիքով եւ միևնույն պարտավորություններով մի տիրոջ առաջ։ Քանի դեպքով են մասնակցելու ըստ ձեզ այս պահին տարբերություն չէ, մի հարց է, երբ որ այս սահմանազատումների միավորումների շրջանը ավարտվում է եւ հանդես է գալիս մեկ թիմ, մեկ այլ հարց է, երբ որ հանդես են գալիս տարբեր թիմերով, հետո ինչպես տեսեք, քանի որ իրենք չունեն եւ չեն էլ ունենալու ընդգծված, համոզված, այսպես խարիզմատիկ առաջնորդ, հետեւաբար մեր ծավալն ասում եմ մենք կունենանք վարչապետի տեխնացու, որը ընդունելի կլինի հասարակության համար մեծամասնություն։ Ընդունելին մատաղն է։ Դա այլ հարց։ Չկա ու չի լինելու։ Հետևաբար Գյումրին էլ ցույց տվեց, որ ավելի նպատակահարմար, հետո գիտեք ինչ, իրենց էլ ձեռ չի տա, որ ինչ որ տենց ընդգծված առաջնորդ լինի մեջները եւ իրենց ճնշած պահի, իրենց այսպես հեղեղուկ վիճակը ձեռնտու է, բայց այո, եթե նրանք հասնեն այն վիճակի, որ տեսնեն, հա, հիպոթետիկ, որ Գյումրիի նման քիչ հավաքելով, բայց համատեղ շատ են հավաքել եւ կարող են գործադիր իշխանություն ձևավորել, հրահանգը չի ուշանա եւ նրանք մի կողմ կդնեն իրենց բոլոր տարաձայնությունները, նույնիսկ այն անհաղթահարելի կամ անհաղթահարելի թվացող, հա, ամեն ինչի վրայով կանցնեն եւ կկատարեն այդ հրահանգը կասկած անգամ չունենանք։ Այստեղ սակայն հարցն ուրիշ է։ Հայաստանի կառավարությունը, որպես այսօր պետությունը ներկայացնող եւ որպես այդպիսին հարկատուներից վճարվող, վարձատրվող եւ ունեցող մանդատ, պարտավոր է պետությանը եւ հասարակությանը ապահովագրել այլ պետության շահերը սպասարկող այս վարձկաններից եւ դրա միջազգային փորձն էլ կա այդ կարգի օրենսդրական փոփոխություններին ծանոթ է Վենետիկի հանձնաժողովը, քառակուսի իրավաբանները, ովքեր 44-օրյա պատերազմի զեկույցը ուղարկել են տալիս, խորհուրդ են տալիս ուղարկել արխիվ, այդ դրանց պետք է հանվի, նորմալ իրավաբան բերվի, նրանք կգրեն համապատասխան օրինագիծ եւ այդ օրենքները արագ կազմակերպի փորձաքննություն Վենետիկում, որից հետո այդ օրենքները կընդունվեն եւ կկիրառվեն։ Մարտի 1-ի այդ վերաբերյալ Միեդի դատավճռից հետո 2008 թվականի պետության քաղաքական ֆասադ ներկայացող պետությունն էլ այն ժամանակ կրիմինալ դիկտատուրա էր, քաղաքական ֆասադ ներկայացող կուսակցությունները պետք է լուծ արվեն օրենքով անձինք պետք է ցմահ զրկվեն քաղաքական իրավունքներից քաղաքականությամբ զբաղվելուց իրավաբանական գործունեությունից ինչպես նաև կրթական ոլորտում գործունեությունից եւ ընդհանրապես չքվեն բոլորի աչքերից լավ իսկ սա իշխանության պարտականությունն է որը նա պարտք է ժողովրդին եւ պետք է կատարի Իսկ մյուս հատվածում ինչ է կատարվում։ Մյուս հատվածում արևմտամետների։ Մյուս հատվածում իհարկե ես կարող եմ մեր կուսակցության մասին ասել։ Մենք
այցելում ենք մարզեր եւ հանդիպում ենք մեր քաղաքացիների հետ եւ ընդ որում այցելում ենք ոչ թե բան ասելու համար, այլ լսելու եւ գնում ենք, որպեսզի մեր քաղաքացիները ասեն, որովհետեւ մենք ֆիքսում ենք, որ մեր կառավարման process-ում, հա, մեր պետության կառավարման process-ում հետադարձ կապի լուրջ խզումներ կան։ Շատ ու շատ կենսական կարևորության ոլորտներ ուղղակի չունեն զարգացման ռազմավարություն։ Օրինակ, ջրային ռեսուրսների կառավարում, մենք չգիտենք ինչ ենք անում։ Գյուղատնտեսություն, մենք էլի չգիտենք ինչ ենք անում։ Ջուրը գնում է Կասպից ծով, գյուղատնտեսությունն էլ զարգանում է տնամերձի տրամաբանության մեջ։ Ասենք որ մարդիկ ապրում են գյուղում, պետության մոտ այնպիսի տպավորություն կա, որ նրանք ամեն ինչ գիտեն գյուղատնտեսությունից։ Ասում եմ, ես էլ քաղաքում եմ ապրում, քաղաքում ինչքան մասնագիտություն կա, չեղա որ գիտեն։ Դա մասնագիտություն է։ Դա մանավանդ ժամանակակից գյուղատնտեսությունը լուրջ տեխնոլոգիաներ է ենթադրում։ Այստեղ պետք են պետության եւ մասնավորի համագործակցություն տեղերում, ինչը չկա։ Տեղերում իրենք իրենց յուղով են տապակվում, Երևանում էլ իրենց, այնտեղ իրենց տեսությունը կա, թե ինչու է այդպես, քաղաքում էլ իր տեսությունը կա, թե ինչը ինչից հետո։ Առաջիկա ժամանակահատվածում, երբ որ կգա արդեն նախընտրական ավելի մոտ ընտրությունների ժամանակահատվածում, սա ծանոթացում է, էլի ավելի շատ։ Այո, այդ ժամանակ մենք գույքագրում է։ Այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք խոսելու նախընտրական բանավեճի կամ հաղորդումների շրջանակներում յուրաքանչյուր կուսակցության անունիկներին ով ինչ է տեսել, ինչ է լսել, ձեր ասած տարբեր ոլորտներով գյուղատնտեսություն, արդյունաբերություն եւ բայց մեկ հարց այսպիսի հարց դուք որ գնում եք հանդիպումների, գիտեմ որ մարզային այցելությունների շրջանում եք, հանդիպում եք ձեր կուսակցական ընկերների, ձեր համախոհների հետ միայն թե բոլորի հետ։ Ես ինչու եմ հարցնում, ուզում եմ պարզել, թե ինչպես եք տեսնում, նախ ձեզ ինչ են ասում եւ դուք ինչպես եք տեսնում հանրային ընկալումները իմ նշած այդ ուղղությունների հետ, որ մասն որ ասում է չէ, էլի պիտի մեր հին դաշնակցի հետ հարաբերությունները վերականգնան, որ մասն ասում ճիշտ եք ասում, պիտի Եվրոպա գնալ, եվրոպական գիտեք ինչ, ձեզ հայտնի են, չէ՞, այն սոցիոլոգիական հարցումների տվյալները։ Ասեմ, ձեզ շատ ճիշտ տվյալներ են, մեծ հաշվով, այն ժամանակվա դրությամբ հիմա էլ ավելի, այսպես, ընդգծված են արդեն այդ հարցումներով ֆիքսված տրամադրություններ։ Ու այդ միտումը շարունակվելու է։ Այդ տրամաբանական է ուղղակի։ Մենք այնտեղ ուղղակի դեմարդեմ տեսնում ենք այդ տրամադրությունները։ Դա մեկ։ Երկրորդը տեսեք, գալիս են ով ցանկանում է, ում հետաքրքիր է։ Եվ ոչ մեկին մենք ոչ բերում ենք, ոչ էլ կարող ենք բերել, էլի։ Քրտիններն են ավելի շատ հետաքրքրում, թե այդ մեծ աշխարհքաղաքական, չգիտեմ, արտաքին քաղաքական ուղղվածություն, սլակներ, բալանս բան։ Մենք ավելի շատ շահագրգռված ենք, որ տեղերի խնդիրներին տեղյակ լինենք, հա։ Մենք, այսպես ասենք, տնային աշխատանք ենք կատարում հասկանալու համար ինչ կա խնդիրները ու տեղերում էլ փորձում ենք մենք ենք հարցնում, հա, ծառերը շփում է տեղի ունենում, բայց անխուսափելի է դառնում այդ որոշ ժամանակ այդ ամենը քննարկելուց հետո անցումը նաև այո այդ թեմաներին ի վերջո ինչ էր օգոստոսի 8-ը, ինչ է արվում դրա շուրջ, ինչ կտեսնենք առաջիկայում, ինչու եք դանդաղում Ռուսաստանի հետ հարցերը փակելը, ինչի էր գնացել Դուշանբե, գնացել էր որ ինչ աներ, մեզ են հարցնում, նախարարները Միացյալ Նահանգներում, չէ, ասում եմ իրան մենք չգիտենք, այո, շատ կարևոր այց է, չափազանց կարևոր այց է, եւ հետևենք այցի
ընթացքին այդ հանդիպումներին ենթադրում եմ նաև կլինեն բազմաթիվ նաև փակ շփումներ, որոնք սա ենթադրություն է, որոնք ուղղակի երևի թե պետք չի լինի հաղորդագրություններով, ասենք, դրա մասին հայտնի դարձնելը, բայց սա շատ կարևոր է եւ մենք Ադրբեջանի հետ, այսպես ասենք, առճակատումը ավարտել ենք, իսկ այս մրցակցությունն էլ, այո, մենք ոնց որ տեսնում ենք, ադրբեջանցիները տեսնում են դիմակայության ռեժիմով։ Մեզ հետ դիմակայության ռեժիմով եւ մենք ուղղակի դրանից ոչ պետք է ասենք էս էր ձեր խաղաղությունը։ Այո, սա, ասեմ ձեզ, սառը նեգատիվ խաղաղություն է լինելու Ադրբեջանի հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Ռուբեն Մերաբյանի հետ, կհանդիպենք։